Աստված եւ իր ընտրյալ ժողովուրդը Հռոմեացիս 9-րդ գլուխը աղոթենք նոր սկսենք ընթերցանությունը, որպեսզի Տիրոջ Սուրբ Հոգին առաջնորդի ժողովրդին։ Հայր ջան, մենք խոնարհվում ենք քո փառքիդ, գահիդ մեծության առաջ։ Վերելով մեր սրտերը կհանձնվենք քեզի ամբողջությամբ, Տերս։ Կխնդրեմ ու կաղաչեմ, որպեսզի այս գլխի մեկնությունը դու քո Սուրբ Հոգովդ տաս։ Ների մեր բոլորիս գիտագից ու անգիտագից բոլոր մեղքերի ու սխալների համար։ Օգտագործիր մեզ ամեն մեկիս քո փառքիդ համար։ Լցրու մեր կարիքները լիությունով, քո խոսքից ճշմարտությունով։ Դու լուսավորիր ամեն մեկիս միտքը, սիրտը, անձը, հոգին։ Թող փառավորվի Հայրը, Որդին և Սուրբ Հոգին։ Մեր բոլորիս ընտանիքներում ու կյանքերում։ Հիսուսի անունով թող քանդվի սատանայի բոլոր գործերն ու ծրագրերը ամեն մեկիս ընտանիքից, ամեն մեկիս կյանքից։ Թող քո բժշկար զորություն դիչնի մեր վրա։ Դարձրու քո երեսդ մեզ, Տերս։ Խոնարհություն հագցրու մեզ։ Մեծ սեր իջեցրու մեկս մյուսիս նկատմամբ։ Սուրբ սեր, որպեսզի մեկս մյուսիս սիրենք սուրբ սիրով։ Ճանաչեցրու մեզ քո գինների, Տերս, ինչպես դու ես ճանաչում։ Որպեսզի մեկս մյուսիս ճանաչենք, մտերմանանք, միաբանվենք աղոթքի մեջ։ Մեր կողքերին կանգնեցրու այն մարդկանց, որոնք քո կամքիդ պես են, որոնք կփնտրեն քո երեսդ, որոնք կփնտրեն քո կամքդ։ Հեռացրու մեր կողքից այն մարդկանց, որոնք քո կամքիդ պես չեն, որոնք մոլորեցուցիչ ոգիներով առաջնորդվող հոգիներ են, որոնք մեր կյանք կներխուժեն, որպեսզի մեզ հեռացնեն քեզանից, Տերս։ Մեր կողքին կանգնեցրու այն մարդկանց, որոնք կբարձրացնեն մեր ձեռքերը։ Արդար ու ճշմարիտ Աստված, լցրու այս ծառայությունը քո սուրբ ու հզոր ներկայությունով։ Քո խոսքդ մեր ոտքերին ճրագ է ու լույս է մեր շավիղներին։ Քո խոսքով լուսավոր է ամեն մեկիս միտքը, սիրտը, անձը ու հոգին։ Քո բժշկար զորությունը իջեցրու ամեն մի հիվանդի վրա։ Փառք ես, փառք ես, փառք ես։ Փառք ես, Տերս, փառքերի ես արժանի Հայրս։ Փառք ես։ Հիմա դու ընթերցե իմ միջից դու մեկնությունը տուր, Տերս, ու պատասխանե այն մարդկանց բոլոր հարցերին, որոնք այսօր քեզ են տվել ու քեզանից պատասխանի կսպասեն, Տերս։ Ու ամեն մեկին առաջնորդի, որ նայեն այս տեսանյութը, լսեն այս թեման,
որոնց որ կանչել ես այս թեման լսելու համար ու այս հարցերի պատասխանները ստանալու համար։ Ողորմությունը քոնն է, Տերս։ Օրհնությունները քեզանից են, Տերս։ Փրկությունը քեզանից է, Հայրս։ Ազատագրումն ու բժշկությունը քեզանից է, Տերս։ Մենք ամբողջությամբ քեզի ենք հուսացել։ Մեր կյանքը ամբողջությամբ քեզ է պատկանում, Հայրս։ Օրհնյալ ես մեր արքա։ Փառքերի ես արժանի, պատվի ես արժանի, քո անունդ սուրբ է, դու լույսն ես մեր կյանքերի, դու հույսն ես մեր սրտի։ Լտրու ամեն մեկիս քո սուրբ ու հզոր ջերմությունով, ներկայությունով, սիրով։ Եվ օգնիր, որպեսզի մենք դառնանք քեզ պիտանի ու արժանի զավակներ։ Պատմենք քո փառքդ, վկայենք քո մեծ սիրուտ մասին։ Քո սերը անսահման է, Տերս։ Քո ճանապարհներդ անքննելի են, Հայրս, ինչքան էլ փորձենք հասկանանք, միևնույն է չենք էլ կարող հասկանալ ամբողջությամբ։ Դրա համար պարզապես պիտի կարողանանք ամբողջությամբ վստահել քեզ, Տերս։ Փառք ես, փառք ես, փառք ես, փառք ես։ Հավիտյան փառքերի ես արժանի, Տերս։ Հավիտյան պատվի ես արժանի, Հայրս։ Քո լույսը ծագեցրու մեր մտքերում, մեր սրտերում, մեր հոգիներում։ Որպեսզի ճանաչենք ճշմարտությունը և ճշմարտությունը մեզ ազատագրե ամեն տեսակի մեղքից ու սխալից։ Օգնիր, որպեսզի կանոնավոր կարողանանք ուսումնասիրել, քննարկել քո խոսքդ։ Տեր, որովհետև այդ ծրագիրը եթե քեզանից չլինի, մենք չենք կարող կանոնավոր որևէ ծառայություն ունենալ։ Այն ինչ նոր քեզանից չէ, թող քանդվի Հիսուսի զորավոր անունով ամեն մեկիս կյանքից։ Ու թող կառուցվի նորը քո սուրբ կամքիդ պես։ Քո կամքդ մեր կամքն է, քո ընտրությունդ մեր ընտրությունը։ Այցելիր ամեն մեկիս ընտանիքի անդամներին, Տերս։ Ամեն մեկին բժշկիր, ամեն մեկին ազատագրիր, ամեն մեկին սրբիր ու լվացրու քո որդուդ, մեր սիրելի փրկիչ Հիսուս Քրիստոսի այրունով։ Փառք ես, փառք ես, փառք ես, փառք ես, փառք ես։ Գոհություն ու շնորհակալություն, փառք պատիվ քեզ, մեր սիրելի Աստված։ Քո սուրբ ու հզոր ներկայությունը թող իջնի հիմա ամեն մեկիս վրա, ամեն մի եկեղեցու վրա, ամեն մի ծառայողի վրա, քո կրակը թող իջնի ամեն մի ծառայողի վրա, քո սուրբ հոգուտ կրակը, որպեսզի մաքրի ամեն մի ծառայողի միջից ամեն տեսակի մեղք, ախտեղություն, որը քո սուրբ կամքիդ պես չէ։ Զորություն հագցրու ամեն մեկիս, զորություն հագցրու ամեն մեկիս, Տերս, կպիր ամեն մեկիս, Հայրս, բժշկիր ամեն մեկիս միտքը, սիրտը, հոգին, ամեն տեսակի ցավերից, վերքերից, վիրավորանքներից։ Թող քո կամքդ կատարվի ամեն մեկիս կյանքում ու ընտանիքում։
դարձրու քո երեսդ մեզ, Տերս, արթնացրու մեզ ամեն մեկիս քնից, որբիսի արթնանանք ու քո հետևից քայլենք, ու փնտրենք ամեն ինչի մեջ քո սուրբ ու հզոր կամքդ, որովհետև քո կամքդ բարի, հաճելի ու կատարյալ է, Տերս։ Մեծ ես դու, հզոր Աստված, բարձրյալ Արքա, հավիտենականության Հայր, քո սերդ մեծ է, անսահման, որը հասկանալ, չափել չի լինի, քո ողորմությունդ հավիտյան է, ազգից մինչև ազգ։ Երբեք որևէ մեկս չէինք կարող որևէ մեկին համբերել այնքան, ինչքան դու ես համբերում ես, Տերս։ Լցրում ես քո սուրբ կամքի ճշմարիտ գիտությունով։ Հայտնիր քո կամքդ ամեն մեկիս կյանքում, ամեն մեկիս կանչն ու կոչումը հայտնիր, Տերս։ Հայր, կպիր ամեն մի հիվանդի հիմա, ովքեր տանջվում են տարբեր տեսակի ցավերից, հոգու ցավից և մարմնավոր ցավից։ Եթե բժշկես հոգին, կբժշկվի նաև մարմինը։ Այցելիր իմ մորս, Տերս, հիվանդանոցում։ Դու բժշկիր իրա մեռած բոլոր բջիջները, Հայրս։ Տար կատարյալ ապաշխարության ազատագրման, Տերս։ Օգտագործե իրան ամբողջությամբ քո փառքիդ համար, այցելիր իրան, Տերս, անձամբ այցելիր, հայտնվիր իրան, թող ինքը քեզի տեսնի, Տերս, քո փառքը թող տեսնի, Տերս, դու իրան սա, թե դու ինքը ինչ ունի երկրի վրա դեռ էնելու, որը չի ավարտին հասցրել, Տերս, իրա մոտ արդեն լրիվ անհույս վիճակ է, բոլորը հույսերը կտրել են, Տերս, արդեն ժամանակն է, որպիսի դու միջամտես, Տերս, որպիսի դու կտնես իրան, Տերս, որպիսի դու բժշկես իրան, Տերս, որպիսի դու ոտքի հանես իրան, Տերս, օգտագործես քո փառքիդ համար։ Հալելույա, Հայրս։ Զորացրու ու ժողացրու, Տերս, նրան։ Ազատե ամեն տկարությունից, թուլությունից, իրա միտքը պայծառեցրու, որովհետև նա արդեն կտրվել է իրական աշխարհից, Տերս։ Հալելույա, Հայրս, դուր նոր տեսողություն, նոր լսողություն, նոր գիտակցություն, ավելի ստապ գիտակցություն, ավելի ճիշտ գիտակցություն, որպեսզի թացը չորից զանազան է, բարին չարուց զանազան է, ու կանգնի այն մարդկանց կողքին, որոնք քո սուրբ կամքիդ պես է։ Կենթանացնողն ու ապրոցնողը Տեր ջան, դու ես, հարստացնողն ու աղքատացնողը դու ես, ու առանց քեզ ոչինչ լինել չի կարող, Տերս, ու առանց քեզ ծառից տերևն ընկնել անգամ չի կարող, Տերս, ամեն բան պիտի լինի քո կամքիդ պես, քո փառքիդ համար, Հայրս։
Փառք Քեզ։ Քո շնորհքը դիճեցրու ամեն մեկիս վրա։ Այն շնորհքով, որով կանչված ենք ու փրկված ենք, Տերս։ Այն շնորհքով, որով ազատագրված ու բժշկված ենք, Տերս։ Քո Սուրբ Հոգի դիճեցրու ամեն մի միացողի վրա, Տերս, որովհետև իրանց կյանքի մեջ կա ազատագրում ու բժշկություն, փառք, պատիվ, գոհություն ու շնորհակալություն, փառք, պատիվ, գոհություն ու օրհնություն։ Հայր, մենք շնորհակալ ենք Քեզանից այն ամենի համար, ինչ որ ունենք, այն ամենի համար, ինչ որ չունենք, այն ամենի համար, ինչ որ պատրաստվում ես տալ մեզ, այն ամենի համար, ինչ որ վերցրել ես մեզանից, ամեն ինչի համար շնորհակալ ենք։ Շնորհակալ եմ, որ հիմա քո սուրբ ներկայությունդ իջեցրել ես։ Ես զգում եմ քո սուրբ ու հզոր ներկայությունդ հիմա, Տերս։ Այս սենյակը լցված է քո սուրբ ներկայությունով, Հայրս։ Դու հիմա ամենից առաջ մաքրիր իմ միջից ամեն տեսակի աղտեղություն ու մեղք, որոնք քո սուրբ կամքիդ պես չեն, Հայրս։ Ինձ դարձրու նոր մարդ, նոր արարած, նոր անձնավորություն, օգտագործիր ինձ քո սուրբ փառքիդ համար։ Քո սուրբ կրակը դիճեցրու իմ վրա, թող վառվեն, այրվեն, մոխրանան այն բոլոր մեղքերն ու սխալները, որոնք քո սուրբ կամքիդ պես չեն։ Արթնացիր իմ մեջ նորովի ու դարձրու լույս ու փրկության ճանապարհ ամբողջ ազգերի համար, ինչպես ինձ խոստացել ես։ Ես կօրհնեմ այսօրվա լուսաբացը։ Կօրհնեմ այն բոլոր մարդկանց, որոնք այս պահին միացել են ինձ։ Կօրհնեմ իրենց ընտանիքները, ազգից մինչև ազգ, նրանց սերունդը, իրենց քաղաքը, իրենց եկեղեցիները, և քրճակեմ կատարյալ ազատագրում ու բժշկություն ամեն մեկի վրա։ Կօրհնեմ բոլորի ձեռքի հեռախոսները Հիսուսի զորավոր այրան պաշտպանությունը քրճակեմ այդ հեռախոսների վրա։ Եվ կարգել եմ սատանայի մուտքը որևէ հեռախոսի մեջ։ Մեր հեռախոսները, մեր տեսողությունները, մեր միտքը, մեր ուժը, մեր անձը, ամեն ինչ պիտի ծառայե Աստծո փառքի համար, Աստծո կամքը կատարելու համար, Աստծուն ավելի լավ ճանաչելու համար, Աստծուն ավելի լավ մտերմանալու համար։
Աստծո նոր ուժով, նոր խոսքով, նոր զորությունով լցվելու համար, բժշկվելու համար, ավետարանը քարոզելու համար, կորցնեմ ամեն մեկի միտքը, ամեն մեկի սիրտը, ամեն մեկի հոգին։ Կբիր իմ ամեն մի հավատացողին քեզ, կբիր ամեն մի հավատացողի քեզ, բժշկիր ամեն մի հավատացողի քեզ։ Գլխացավի ոգի, ուռուցքի ոգի, սրտխառնոցի ոգի, ճնշման ոգի, աթեսկրելոզի ոգի, անեմիայի ոգի, վշտի ոգի, ծուլության ոգի, անփույթության ոգի, հիշողության կորստի ոգի, հոդացավի ոգի, զոբի ոգի, ամեն տեսակի պիղծ ոգիներ, Հիսուսի զորավոր անունով գրամայեմ, որպեսզի բաց թողնիք ամեն մի մարմին, հենց հիմա, Հիսուսի զորավոր անունով, ու կհրճակեմ ամեն մեկի կյանքում կադարյալ բժշկություն, կադարյալ ազատագրում Հիսուսի զորավոր անունով։ Հալելույա, փառքես, 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 արարիչն ես ողջ երկրի Տերս։ Ամեն։ Հայր մեր, որ երկնքումն ես, սուրբ լինի քո անունը, քո թագավորությունը թող գա, քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքումն է, մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, ներիր մեր մեղքերը, ինչպես մենք էլ կներենք մեզ պարտականներին, և մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս, ամեն։ Սիրելիներ, քանի որ աղոթքը Սուրբ Հոգին բավականին երկար տարավ, ընթերցանությունը մենք կտեղադրենք մեկ այլ տեսանյութի մեջ, Հռովմայացիս կկարտանք 9-րդ գլուխը ու կտեղադրեմ մեկ ուրիշ տեսանյութի մեջ, որը կքննարկենք, շատ խորը գլուխ է, դուք կարտացեք, ծանոթացեք, որպեսզի մեկնությունների մեջ դուք մասնակցեք, թե աստվածաշնչյան խոսքերից որը բացվավ ձեր մեջ, ինչպիսի հայտնություններ ստացաք։ Փառք Աստծուն այն բոլոր մարդկանց համար, ովքեր ներկա գտնվան այս աղոթքին, ուրեմն այդ ընտանիքների հետ Աստված մեծ գործ է սկսել, հենց այդ պատճառով էլ արթնացրել ու միացրել է մեզ։ Իսկ թե ինչի համար կսվին այս խոսքերը, կարտացեք Հռոմեացիս 9-րդ գլուխը, որը պարզ շարունակությունն է այս աղոթքի։ Լավ մնացեք, սիրելիներ։